Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարը Գալստյան, այսօր ես հյուրընկալել եմ ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանին, պարոն Գրիգորյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար, ինչպես նաեւ շնորհավորում եմ անցած բոլոր տոների կապակցությամբ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Գրիգորյան, երեք տեղ ունեցավ ինչ որ տեղի ունեցավ, Փաշինյանը այլևս անցել է, այսպես ասենք, պայմանական փողոցային գործողությունների, մոբիլիզացիա փորձեց հայտարարել եւ իրականացնել եկեղեցու օրակարգով։ Մենք երեք անգամ ֆիքսել էինք, թե անառանուն թե ինչքան այսպես մարզպետարանների, քաղաքապետարանների, համայնքապետարանի աշխատակիցներ կային, գից բժշկական կենտրոնների ղեկավարներ եւ այլն, այսինքն ակնհայտորեն իշխանությունը փորձել էր հանրության աչքի մոբիլիզացիայի ձևակերպել։ Հարցը հետևյալն է, ինչ խնդիր էր ինքը լուծում։ Սա կարող ենք արդեն ազդարել, որ Նիկոլ Փաշինյանը սրանով նաև նախընտրական ստարտն է տալիս եւ սա սարքում է իր համար իբրև օրակարգ։ Չեմ բացառում, կարող են բազմաթիվ մոտիվներ լինել, մեկից ավելի մոտիվներ լինել։ Ես մի քանի առիթով արդեն արձագանքել եմ այս երևույթին։ Նախ արձանագրենք, որ սա սահմանադրության կոպտագույն խախտում է եկեղեցու գործերին աշխարհիկ պետության նման միջամտությունը, ինչ որ ալտերնատիվ ինստիտուտներ ստեղծելը կաթողիկոսի ընտրության, ինչ որ իր ներկայությամբ եւ իր ռեզիդենցիայում եպիսկոպոսները ինչ որ բաներ են ստորագրում եւ այլն։ Սա անընդունելի է, անթույլատրելի է, սա սահմանադրության կոպտագույն ոտնահարում է եւ ինձ թվում է հիմնական շեշտը հենց դրա վրա պիտի դրվի բոլոր քաղաքական ուժերի, բոլոր մտահոգ քաղաքացիների կողմից, անկախ մյուս բաներից, բայց մյուս բաների մասին նույնպես հետաքրքիր է խոսելը, ինչն է ի վերջո Նիկոլ Փաշինյանի մոտիվը։ Սկսենք այն բանից, որ եթե մոտիվը այն է, ինչ ինքը հայտարարում է, այսինքն կուսակրոնության ուխտի խախտումը, սկզբից դա էր կարծեմ հիմնական։ Դրանով սկսեց, պարոն Գրիգորյան։ Հետո ուրիշ բաներ էլ կան, կանդրադառնամ դրան, բայց ասենք դրանով սկսեց կուսակրոնության ուխտի խախտումը, ինչ որ կոռուպցիոն բաների մեջ ներգրավվածություն եւ այլն, հիմա նայում ես այն եպիսկոպոսներին, որոնց հետ ինքը փորձում է պայքարել այդ եկեղեցուն թույլ տրված որոշ անմաքրությունների դեմ եւ շատ դժվար է իր հայտարարություններն ու պնդումները թե իր մոտիվը դա է լուրջ ընդունել։ Մյուս մոտիվը, որ բանն էր, ինչ որ օտարերկրյա գործակալական ցանց է հայ առաքելական եկեղեցին։ Սկզբից դրանով սկսեց, հիմա դրան է հասել։ Կաթողիկոսի եղբայրը Պակի գործակալ է եղել։ Սա ընդհանրապես շատ երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մոդուս օպերանդին է։ Ինչ որ բան են մեջտեղ գցում, ինչ որ նարատիվ են մեջտեղ գցում, հետո իրենց բլոգերները, աջակից ՀԿ-ները, աջակից քաղաքական թիմերը, գործիչները, ակտիվիստները եւ այլն, դա սկսում են շեփորահարել անընդհատ ու դա դառնում է ճշմարտության պես մի բան։ Ու մարդկանց ուշադրությունը շեղվում է այն շատ ակնհայտ փաստից, եւ սա միայն եկեղեցու պարագային չի վերաբերում, որ գոնե մի քրեական գործ չի հարուցվել։ Սա լուրջ մեղադրանք է իրականում, եթե դու ինչ որ մարդկանց մեղադրում ես օտարերկրյա գործակալ լինելու մեջ, օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարություններ կատարել, դա դավաճանության մեղադրանք է, դա քո պետության դեմ արվող ինչ որ գործողությունների մեղադրանք է եւ դա չի կարելի անհետևանք թողնել, դա չի կարելի նարատիվի մակարդակում թողնել։ Հիշենք պատերազմից հետո այդ բազմաթիվ խավության նոխազների փնտրտուքի կոնտեքստում դավաճանության հոդվածով մի քանի հոգու բան արեցին, բայց նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերում գործել է բարձրաստիճան զինվորականների 5-րդ շարասյուն։ Ես բառացիորեն ցիտում եմ, Լավ, այն ժամանակ ես գրառում արեցի, որ ես ուզում եմ տեսնել այդ փաստերը, ուզում եմ գործ հարուցվի, ուզում եմ այդ դավաճաններին ձերբակալեն ու օրենքի ամբողջ խստությամբ պատժեն, եթե այդպիսի բան է եղել։ Բայց փաստորեն հետո մոտավորապես հայտարարեց, որ ինքը վստահ է, որ նման բան գոյություն ունեցել, բայց փաստեր չունի։ Որը շատ հետաքրքիր է։ Միան էլ մոռացա կամ ես ոչ թե մոռացա, ես հավել եմ հիշում եմ, որ պատերազմի ամենաթեժ օրերին հայտարարեց, որ որոշ մարդիկ գնում են դիրքեր ու խոսում են ու ասում են, որ զենքերը գցեք, հետ գնացեք, որովհետև Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ծախել է, այսինքն։ Եվ քանի հոգի քրեական պատասխանատվության ենթարկվեցին դրա համար։ Ռոբերտ Քոչարյանը, նախկինները, մյուսները թալանչիներ էին, կոռուպցիոն բաների մեջ թաղված, թալանել էին երկիրը, քանի գործ հարուցվեց այդ մարդկանց դեմ։
Ռոբերտ Քոչարյանն ինքը մաքրագործեց ու դարձրեց հիմնական իր օպոնենտը քաղաքական դաշտում, այն պարագայում, որ նրա դեմ ինչ-որ բան պիտի հարուցի, այսինքն հարուցեցին ինչ-որ բան, բայց դա տեղ չհասավ փաստորեն, շատ ապաշնոր ձևով էր այդ ամեն ինչը արված, ու այդ նախկինների թալանի, կոռուպցիայի եւ այլնի մասին խոսակցությունները, որ ես հիմա չեմ ասում, որ չկար դա, բայց ասենք այդ ձևով դա շահագործել զուտ քաղաքական նպատակներով ու ապացույցներ մեջտեղ չբերել, քրեական գործեր չհարուցել, դա ավարտին չհասցնել եւ այլն, լուրջ կասկածներ է հարուցում այդ մարդու մոտիվների մասին։ Վերադառնալով եկեղեցուն, պարոն Գրիգորյան, վերադառնալով եկեղեցուն, տեսեք ինքը իսկապես դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ինքը կուսակրոնության թեմայից կամաց անցում կատարեց եւ մոտավորապես ռսի շպիոն, ինչպես ընդունված է հիմա ասել, ռսի շպիոնության մեջ, մեղադրել ոչ միայն դուք մենակ չեք, այդ հարցում ռսի շպիոնության մեջ սկսեց մեղադրել հայ առաքելական եկեղեցու վերնախավի, մասնավորապես Վեհապար Հայրապետի մասին իր ակնարկները, այսինքն սա նաև ինչ որտեղ եկեղեցու շուրջ իր իրականացրած գործողությունները արտաքին աշխարհում մասնավորապես արևմուտքում վաճառելու կարծես թե միջոց լինի, համաձայն եք թե չէ։ Հնարավոր է, չեմ բացառում, ասենք մյուս բաներին, որ նայում ենք, դժվար չի այդ տեսակի ընդհանրություն անելը։ Այստեղ էլ, այսինքն եթե մինչև հիմա ինչ որ ասացի, վերաբերում էր նրան, թե ինչու նրա հայտարարված մոտիվներին լուրջ չի կարելի վերաբերել, այս դեպքում հարց է առաջանում, թե ինչն է իսկապես մոտիվը։ Մոտիվներից մեկը ինձ թվում է այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում իրեն չենթարկվող, իրեն անվերապահորեն չենթարկվող որևէ բան Հայաստանում։ Նա կարողացել է ջլատել, մասնատել օպոզիցիան ինչ որ հիմա քաոսային վիճակում է, գաղտնիք չի, բոլորիս համար մեծագույն մտահոգություն է դա, որ իրականում կոնսոլիդացված օպոզիցիոն ընդդիմադիր ուժ չի ձևավորվում ընտրություններին, շատ քիչ է մնացել, բայց դա դեռ ինչ-որ խմորումների շրջանում է, եւ նրան հաջողվել է իսկապես ջլատել, մասնատել, ֆրագմենտացնել հասարակությունը ընդհանրապես եւ քաղաքական դաշտը այդ թվում հայ առաքելական եկեղեցին այն վերքաղաքական կառույցներից մեկն էր, որը ուներ հեղինակություն որոշակի, որը անհրաժեշտ պահին կարող էր դիմադրության օջախ դառնալ։ Ես կարծում եմ, որ դա մոտիվներից մեկն է, հատկապես որ հեղափոխական իշխանություններին հատուկ է ընդհանրապես ամեն ինչ վերահսկել, այդ տոտալիտարիզմի ձգտումը շատ հատուկ է հեղափոխական իշխանություններին, որովհետև նրանք միշտ տոգորված են այդ ֆունդամենտալ փոփոխություններ անելու, գրանդիոզ պրոյեկտներ իրականացնելու, երկրի ինքնությունը, հասարակության ինքնությունը, բնույթը արմատապես փոխելու այդ ծրագրերով, իսկ այդ տեսակ պրոյեկտներ իրականացնող կամ այդ տեսակ իղձեր փայփայող իշխանությունը քաղաքական ուժը որևէ նման դիմադրության օջախ հանդուրժել չի կարող, որևէ նման հեղինակություն ունեցող կառույց հանդուրժել չի կարող։ Ես կարծում եմ մոտիվներից մեկը դա է։ Մոտիվներից մյուսը կարող է լինել այն, որ ընտրություններից առաջ իսկապես սա հարմար օրակարգ է։ Ես մի բան էլ ասեմ այստեղ։ Ես իհարկե պաշտպանում եմ հայ առաքելական եկեղեցուն, այս ամեն ինչի դեմ, ես նաև պետության պաշտպանության տեսանկյունից եմ հանդես գալիս, որովհետև սա նաև պետության դեմ ոտնձգություն է, քանի որ սա սահմանադրության խախտում է։ Բայց գաղտնիք չի, որ հայ առաքելական եկեղեցում ամեն ինչ չի որ կարգին էր եւ ռեֆորմերի կարիք կար եւ որոշ մեղադրանքներ գուցե նույնիսկ արդարացված են եւ այլն։ Բայց դա չի ներսի խնդիր։ Բայց դա ներսի խնդիր է։ Ես հենց դա եմ ուզում ասել եւ այդ ձևով սա անելը, այդ ձևով սա քաղաքական այս ֆուտբոլի առարկա դարձնելը ու օրակարգ դարձնելը բավականին հարմար է իր համար։ Շատ բան չունի այս մարդը իրականում ներկայացնելու։ Ինչու՞ չունի, բա խաղաղություն։ Այդ է ուզում ասեի։ Ներկայացնելու մյուս բանը խաղաղությունն է, էլ շատերը հիմա հասկանում են, որ այդ խաղաղությունը այնքան էլ նման չի խաղաղության։ Ես մի քիչ ճիշտն ասած նույնիսկ չեմ հասկանում ու զարմացած եմ, թե Ալիևը ինչու չի օգնում։ Օգնում է, պարոն Գրիգորյան, բաց է։ Այնքան չի օգնում։ Այդ բան են ուղարկել, ինչ բենզին են ուղարկել։ Չէ, բենզինի մասին չի։ 3 օր առաջ օրը ինտերվյու տվեց, ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը այլևս ընթացքի մեջ է, process է, որ շուտով կլինի, որ սահմանները բացվելու են եւ սահմանների բացվելու ընթացքում շնորհիվ Հայաստանը օգտվելու է ադրբեջանական երկաթուղուց գնալու դեպի Իրան ու Ռուսաստան, Թուրքիայի սահմաններն է բացվելու եւ այլն եւ այլն։ Ուրեմն վերջապես երևի Ալիևը այդ համոզմանը եկել է, որ մի քիչ օգնել է պետք Փաշինյանին, չի կարելի անընդհատ այդ բանը ամեն զիջմանը պատասխանել մեղադրանքներով, նոր պահանջներով,
կոշտ հայտարարություններով եւ որ միջև վերջերս Ալիևի գործողությունները կամ ռետորաբանությունը բնութագրող մոտեցումներ հա այստեղ խաղաղություն չի մենք շատ լավ գիտենք անկախ նրանից թե հիմա Ալիևը ինչ երգ է երգում ինչ ռետորաբանություն է որդեգրել բազմիցս նրանց վերնախավը Ալիևը թվում հայտարարել են որ ուրեմն նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իրենք ունեն բազմաթիվ հավելյալ պահանջներ այդ թվում ադրբեջանցիների վերադարձ Հայաստանում առաջին պատերազմի հանցագործներին պատժել ես ինչ իմանամ Զանգեզուրի միջանցքը որևէ հայ սահմանապահի երես չպիտի տեսնեն այնտեղ այդ էքստրատերիտորիալ ինչ-որ իրենք միջանցք են համարում դա իրենք անկախ նրանից թե մեզ մոտ ինչ են ասում Ալիևը ասաց այդ վերինտերվյուի ժամանակ ասաց որ անվանումը փոխվել է բայց այսինքն դարձել է բայց բովանդակությունը մեզ համար նույնն է հիմա խնամքով թաքցնում են թե օգոստոսի 8-ին իրականում ինչ են պայմանավորվել այնտեղ այդ հայտարարված փաստաթղթի մեջ էլ գրված է որ Հայաստանի սուվերենությունը եւ ինքնիշխանությունը հարգվում է փոխադարձության սկզբում այս տակը բովանդակություն չկա մեկ երկրորդ առնվազն Հայաստանում նախկին Ամերիկայի դեսպան Ջոն Էվանսը շատ տագնապած ինչ որ հայտարարություն արեց որ Հայաստանը բուլդոզերի տակ ընկավ օգոստոսի 8-ին եւ Հայաստանին ինչ որ այդ տեսակ նվաստացման ենթարկեցին այնտեղ Էլի եմ ասում բովանդակությունը չկա հա այսինքն այդ միակ բանը որ կարող են այս ժողովրդին տալ ընտրություններից առաջ այդ խաղաղությունն է մարդիկ որոնք ուշադիր հետևում են այդ խաղաղության գործընթացին, պարամետրերին, հայտարարություններին, փաստաթղթերին, պահանջներին եւ այլն շատ լավ գիտեն, որ այդ խաղաղություն չի, ուրիշ բան է։ Հետևաբար անընդհատ ինչ որ օրակարգեր են պետք, թերևս նաեւ կեղծ օրակարգեր, շինծու օրակարգեր, ուրիշ խնդրեմ չուներ Հայաստանը, ուրիշ դարդուցավ չուներ Հայաստանը, եպիսկոպոսների բարեվարկության խնդիրը պիտի դառնար նախընտրական կամպանիայի խնդիր, ինչ ասեմ։ Պարոն Գրիգորյան, բայց որ ասում եք ինքը շատ բան չունի տալու, ես մի հատ սցենար նկարագրեմ, փորձելու համար ապացուցել, որ պիտաբերություն ընդդիմության ինքը կարողանալու է ինչ-որ բան առնվազն ներկայացնել։ Տեսեք, գնալու է ինտերնետուր Ես վստահ եմ Ամասիայից մինչև Մեղրի մանրամասն այցելելու է, ասելու է սիրելի, մինչև այդ Թուրքիան, ինչպես Էրդողանը արդեն խոստացել է, ինչ որ խորհրդանշական քայլեր անելու է, ենթադրաբար սահման կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների համար կամ ընդհանրապես սահման բացվել, ասել է սիրելի ժողովուրդ, ահա խնդրեմ Թուրքիայի սահմանը բացել ենք, ահա խնդրեմ Ադրբեջանի հետ առևտուր անում ենք, ահա խնդրեմ տարի տարի ենք սարքել ծառայություն, այսինքն ձեր երեխաները չեն գնալու, չեն մեռնելու։ Մեզնից բացի ով եկավ, իմացեք, որ ձեր երեխաներին տանելու է դեպի կառապնարան, նոր սպանություն, նոր կոնֆլիկտ, 30 տարվա էսկոմ KGB-ի ռուսական ազդեցությունը մի հատ ամբողջ այդ բանը կալամուռա սարքելու, էլի։ Այստեղ ընդդիմությունը իր տարատեսակ գլուխներով կարևոր չի որ մեկը, հա, մի տեսակ գիտեք բան վիճակի մեջ է, անկյուն եղած իրավիճակի մեջ է, որովհետև հենց հակառակը ասում է, որ չէ սա խաղաղություն չի, բան չի, կարծես թե ավտոմատ դառնում է Փաշինյանական օրակարգի մի մաս եւ դա հնարավորություն է տալիս Փաշինյանին նրան մեղադել պատերազմ բերելու մեջ։ Այս է ամբողջ խնդրեմը։ Խոցելիությունը մեծ է։ Խոցելիությունը շատ մեծ է եւ ընդդիմությունը այստեղ մեծ մեղք ունի։ Ընդդիմությունը լավ չի աշխատում, ընդդիմությունը ցակուցրիվ է, ընդդիմությունը ալտերնատիվ հստակ հասկանալի օրակարգ չի առաջարկում, որը միևնույն ժամանակ կարող է վիճարկել Փաշինյանի այդ պնդումները կամ Փաշինյանի կողմնակիցների պնդումները, որ օպոզիցիան գալու դեպքում պատերազմ է հայտարարելու կամ պատերազմական ինչ-որ վիճակ է ստեղծելու, օպոզիցիայից հոդաբաշխ ինչ-որ բացատրություններ չկան, բայց այդ բացատրությունները չեն միայն խնդիրը, հիմնական խաղացողները ամենամեծ աջակցություն կամ ռեսուրսներ կամ ներկայություն ունեցող խաղացողները նաև մի ուրիշ խնդիր կա, արժանահավատության խնդիր կա այստեղ։ Այսինքն այդ մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանին քննադատում են, սրա մասին էլ ես 5 տարի արդեն խոսում եմ։ Այդ մարդիկ, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանին որպես կապիտուլյանտ, որպես հողատու, ես չգիտեմ, որպես դավաճան, հա, այդ մարդկանց եւ Նիկոլ Փաշինյանի որդեգրած ռետորաբանությունը, դիրքորոշումները 18-20 թվականին իրարից շատ չէին տարբերվում։ Ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի որդեգրած դիրքորոշումները շատ չէին տարբերվում այն դիրքորոշումներից, որ ունեին նրա նախորդ երկու վարչակազմերը։ Եվ հիմա գալ ու քննադատել Նիկոլ Փաշինյանին
առանց սեփական մեղքերը ընդունելու, առանց սեփական պատասխանատվության բաժնի մասին խոսելու է ժողովրդի հետ ազնվորեն։ Մեր ժողովուրդը գուցե ինչ-որ հիմա մի քիչ ապաթետիկ վիճակում է, գուցե ինչ-որ բաներ կան, որ մեր ժողովուրդը ուշադիր չի հետևում, չի ուզում, քաղաքականությամբ չի հետարվում, բայց գոնե բնազդական մակարդակում, այսինքն միայն բնազդական չէ։ Այդ էլեմենտար բաները ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ որոշ մարդկանց քննադատությունները, որոշ ուժերի քննադատությունները այդ արժանահավատությունը չունեն, որովհետև մենք տեսել ենք, թե նրանք իշխանության եղած ժամանակ ինչ են արել։ Ու ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի, այսինքն սա Նիկոլ Փաշինյանի համար շատ ձեռնտու է հենց այդ տեսակ օպոզիցիա ունենալը, այդ տեսակ ընդդիմություն ունենալը, որովհետև նա անընդհատ կարող է ասել, որ լավ, ինձ փոխում եք ու մեկ բերում։ Նայեք անցյալին, նայեք այդ մարդկանց տրայեկտորիային, նայեք այդ մարդկանց, նայեք այն փաստին, որ այդ մարդիկ իրենց որևէ արածի համար պատասխանատվություն չեն ստանձնել, որևէ արածի համար չեն ապաշխարել, հա, ու այսօր դուք բան եք անելու, իշխանությունը փոխելու եք հանուն ինչի։ Բայց պարոն Գրիգորյան, թույլ տվեք հակադարձել։ Նախ առաջինը այս ընտրություններին, ապագա ընտրություններին ֆավորիտ ուժը լինելու է ընդդիմության կողմից, եթե անշուշտ գրանցի սա մասն դեռ խոսենք, մեր ձևով շարժումը կամ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը։ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին հասցեագրել վերագրել Ղարաբաղյան ընթացքում, բանակցությունների ընթացքում, ոչ ճիշտ բանը։ Դες նրանց նկատի չունի։ Հա, հասկանալի է դուք մի նկատի ունեք, ես հենց դա եմ ասում, այսինքն ամեն ընտրություն մի ընդդիմադիր ֆավորիտ ուժ է ունենում, այս անգամ ֆավորիտ ուժը լինելու է ակնհայտորեն Սամվել Կարապետյանի ուժը, բոլորը մի աստեղային ժամ մի հնարավորություն ունենում մեր պատմությունը, երբ որ նայում ես, հա, 96 թվական Վազգեն Մանուկյան, հետո Կարեն Դեմբրջյան, հետո Ստեփան եւ այսպես շարունակ, հա, Լևոն Տեր-Պետրոսյան 2008 թվականին 13 Ռաֆի Հովհաննիսյան, հիմա էլ Սամվել Կարապետյանի հերթն է։ Բացի դրանից բազմաթիվ ուժեր են ընտրությունների հայտ ներկայացրել մասնակցելու, որոնք որ դժվար է բերել կապել, ասենք, չգիտեմ, 99 թվականի process-ի հետ 98 թվականի եւ այլն եւ այլն։ Բայց դա Նիկոլ Փաշինյանին բացարձակապես այսպես չի արկելում իրենց նույնպես պատերազմի հրձիկ կամ պատերազմի կուսակցություն կարգելու։ Այս սա է խնդրեմը, այսինքն այստեղ ինչքան էլ հիմա նախկինների թերություններ, մյուս եւ այլն քննարկենք, խոսենք, ապագայի մասով համընդհանուր օրակարգի բացակայություն կա ընդդիմության մեջ։ Համաձայն եմ։ Եվ նույնիսկ այն ուժերը, որոնց չի կարելի այդ տեսակ բաներ վերագրել, սկսեմ ասենք այդ մեր ձևով շարժումից։ Ես շատ բան չեմ կարող ասել մեր ձևով շարժման մասին, մեր ձևով շարժման խնդրեմը այն չի, որ նրանք ինչ որ բագաժ ունեն, այսպես ասած, որից ազատվելը դժվար է, որը խմբագրել է ժողովրդի աչքում դժվար է։ Մեր ձևով շարժման խնդրեմն էլ այն է, որ նրանք ընդհանրապես նրանց օրակարգը հայտնի չի ու հստակ չի։ Ասենք ես մի երկու անգամ նայել եմ մի երկու ելույթ, մի երկու ինչ որ ժողովրդի հետ խոսելու փորձեր եւ այլն, այդ արտադրություն պիտի կազմակերպենք, չգիտեմ, տնտեսությունը պիտի զարգացնենք եւ այլն, այդ դեկլարատիվ բաներից այն կողմ, ասենք լուրջ օրակարգ առաջադրել, որը եւ ալտերնատիվ է Նիկոլ Փաշինյանի եւ ինչ որ հստակ բան ունի, կոնկրետություն ունի, ես դեռ դա չեմ տեսել։ Նաեւ ասենք այդ արտաքին քաղաքական անվտանգության հարցերին վերաբերող խնդիրներում ես շատ լուրջ խոսակցություն չեմ լսել մեր ձևով շարժման կողմից։ Գուցե իմ մեղքն է, գուցե եղել է ես եմ բացվել, հա։ Այդ են թեմաներն են, որի մասին պիտի երևի թե խոսա Սամվել Կարապետյանը, թե դա հնարավորություն ունենա, որպես այդ ուժի առաջ։ Հիմա ինչ վերաբերում է մյուս ուժերին, ասենք մյուս ուժերն էլ շատ հաճախ գալիս են ասում են, չէ, մենք էլ ենք խաղաղության կողմնակից։ Ասում են, դե որ դուք էլ եք խաղաղության կողմնակից, հիմա ինչ բա արժի Նիկոլ Փաշինյանին հիմա փոխենք ինչ որ նույն գալիս եք նույն բանն եք ասում, ասենք ձեր ասածը շատ տարբեր չի, մենք կգանք այդ եղած պայմանավորվածությունները կհարգենք, մենք էլ ենք խաղաղություն ուզում, մենք ուղղակի ավելի կոմպետենտ ենք, ավելի լավն ենք, չգիտեմ։ Դա էլ բավարար չի մրցունակ դառնալու համար Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ խորին համոզման։ Դե հակառակն է, հետեւաբար տոպիկային է, եթե գալիս ես ասում ես, չէ, Արցախի հարցը ինձ համար արդիական է, օրինակ, հա, որը հիմա մոդայիկ չի, չգիտեմ ինչի, բայց այնուամենայնիվ ուժեր կան, որոնք պիտի դրա մասին խոսեն, չի կարելի նաև թաղել այդ խնդիրը, որպես այդպեսին, գա հենց խոսեն ասպես, հա, քո ում երեխան է զոհվելու, հələ ասա, դե քո երեխան է գնալու զոհվի, անմիջապես, այսինքն այդ է կա։ Գալի ասում եմ մենք ենք խաղաղության կողմնակից, ասում են հենա, Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը բերում է, բայց ուր ես գալիս, այսինքն ոնց որ սա էլ առաջին դեպքը չի, որ ես դրա մասին խոսում եմ, Արցախի հարցի վրա կենտրոնանալը կամ հայ-ադրբեջանական
խաղաղության գործընթացի վրա կենտրոնանալը։ Իմ կարծիքով դա այն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ուզում է, այսինքն որ բանավեճը հենց դրա մասին տեղի ունենա։ Այո, դա կա։ Բայց այստեղ երկու խնդիր կա։ Նախ Արցախի հարցում, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, դե լավ, ես խաղաղություն եմ ուզում, դուք ինչ եք անելու, չէ՞։ Սրա մասին էլի խոսել եմ նախկինում, մի տեսակ այդ պատասխանատվության ինստիտուտի բանը վերացել է մեր քաղաքական խոսույթից, դարձել է շատ անկարևոր երկրորդական բան։ Հա դե լավ, հիմա այն ժամանակ սխալներ է արել, ընդունել է, որ ինքն էլ էր տարվել ոչ մի թիզականությամբ, հա ինքը պատասխանատվություն իր վրա վերցրել է։ Բայց մի բաժակ ջուր չի խմես անցնի այդ քաղաքական ամբողջ այդ կոլապսը։ Ես իսկապես 5 տարի անցել, ես միջև հիմա այդ նույն զայրույթով մտածում եմ, թե ոնց կարելի է դրա համար չպատժել գործող իշխանությունը։ Պատժել ասելով ես նկատի չունեմ էլեկտրական աթոռին նստացնել, նրանց իշխանությունից հեռացնելը պիտի մեր համար առաջին բանը լիներ, անկախ ամեն ինչից։ Այդ տեսակ կործանարար քաղաքականության համար պատասխանատու իշխանությունը պիտի հեռացվեր իշխանությունից առաջին հերթին, մյուս բոլոր բաները երկրորդական են իմ աչքում եւ ես շարունակում եմ դա պնդել։ Երկրորդ խնդիրը կա այստեղ, սա բանի հարց չի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարց չի, սա Արցախի հարց չի, պատերազմի հարց չի։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը, որ իրենք բան չեն անում, այսինքն այդտեղ էլ է հաջողվել իրենց որոշակի ինչ-որ նարատիվ ձևավորել, որ հակառակորդներին դրել է պաշտպանվողի դիրքում։ Իսկ իրականում իրենք պիտի լինեին պաշտպանվողի դիրքում, որովհետև նրանց հիմնական մեծ ծրագիրը այդ խաղաղության ծրագիրը չի Ադրբեջանի հետ։ Դա ածանցյալ է ավելի մեծ ծրագրից, որը երկրի ստրատեգիական օրիենտացիան փոխելու խնդիրն է։ Եղած անվտանգության համակարգից դուրս գալու, դե որովհետև Ռուսաստանը անպետք դաշնակից է, դե որովհետև նույնիսկ ոչ միայն անպետք դաշնակից է, այլ գործարքի է գնացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ իմիջիալից այս տրամաբանությունը շատ հետաքրքիր է։ Ռուսաստանի վրա մենք ջղայնացած ենք, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքի է գնացել, հետեւաբար մենք ենք ուզում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքի գնալ, որ Ռուսաստանից ազատվենք։ Դե այդ դեպքում քեզ ով է պաշտպանելու, եթե քո մեղադրանքը այն էր, որ Ռուսաստանը քեզ լավ չի պաշտպանել իրենցից, հիմա Ռուսաստանից էլ է հրաժարվում ու դրա փոխարեն թե ինչ են առաջարկում։ Խնդիրներ չունենք, ինչ ուզել են տվել ենք, պրոբլեմ չկա։ Հա, չէ, ինչ ուզել են չես տվել դեռ ու իրենք են բացահայտ ասում, իհարկե հիմա ըստ ինձ տված տեղեկության Ալիևը մի քիչ մեղմացրել է հռետորաբանությունը, բայց տարիներ շարունակ հստակ է եղել Ադրբեջանից եկող սիգնալները, թե նրանք ինչ են պատրաստվում մեզ հետ անել եւ որքան մտադրված են միջև վերջ ամեն զիջում կորզելու Հայաստանին ինչ որ վիճակի մեջ դնելու, որ Հայաստանը ընդհանրապես դպրտալու տեղ չունենա։ Հա, հիմա դա փոխարինել են, ժողովրդին համոզել են, ժողովրդի մի ահագին զանգվածի համոզել են այդ ինչ ասեմ, նաեւ քաղաքական մեր դիսկուրսի ամենադոմինանտ բանն է դա դարձել, ամենադոմինանտ խոսույթն է դարձել, որ ուրեմն բանը, քանի որ Ռուսաստանն է մեզ լքել, մենք Ռուսաստանին փոխարինելու ենք արևմուտքով։ Մենք երկրի ստրատեգիական օրիենտացիան փոխելու ենք, Միացյալ Նահանգները այս թրիփի պարագայում պատրաստ են մեզ ինչ-որ անվտանգության երաշխիքներ տալու, Եվրոպական միությունը տեսեք որքան շահագրգռված է մեզ աջակցելով, մեզ օգնում է հիբրիդային պատերազմի դեմ, հա, եւ այլն, մենք կարող ենք արժանահավատորեն ինչ-որ հույսեր կապել արևմուտքի տված երաշխիքների, արևմուտքի աջակցության վրա, որը կդառնա Ռուսաստանի հետ ունեցած մեր անվտանգության ուրեմն պայմանավորվածությունների, պայմանագրի, դաշնակցային հարաբերությունների այլընտրանքը։ Ես կարծում եմ, որ եթե օպոզիցիան ուզում է արտաքին քաղաքականության թեմա սարքել, սա պիտի լինի թեման, որ սա իսկական խիմերա է, սա ես չգիտեմ ինչի վրա է հիմնված, սա կատարյալ ավանտյուրա է, սա փորձանք է մեր երկրի համար, սա ոչ մի լավ բանով չի վերջանալու, եթե Փաշինյանը կարողանա այս ծրագիրն իրականության վերածել, եւ սա պիտի դառնա, ելի եմ ասում, մեր արտաքին քաղաքական խոսակցությունների համար առաջին նյութը։
Շատերի մոտ այդ վախը կա, որ եթե սրանք քննադատեն այս քաղաքականությունը, իրենք հայտնվելու են արևմուտքի թիրախում, իրենք համարվելու են ինչ-որ ռուսական ագենտներ եւ Կրեմլի ագենտ եւ այլն։ Հա, եթե քաղաքականությամբ եք զբաղվում, այդ տեսակ բաներից վախենում եք ու ձեր օրակարգը այդ աստիճանի հեղեղուկ է, ոչինչ չասող, բոլորին ինչ-որ բանանող, բոլորի մտավախությունները շոյելու վրա հիմնված, ոչինչի չեք հասնելու։ Իսկ Փաշինյանը, եթե նույնիսկ Փաշինյանը այդ կտրուկ քայլերը դեռ չի արել, Փաշինյանին հաջողվել է այդ նարատիվը շատ հստակ սահմանել, որ իրենք բանն են, այդ պրոարևմտյան, պրոդեմոկրատական, պրոզարգացում, չգիտեմ, այստեղ մի հետաքրքիր բան կա։ Իսկ մնացած իրենց հակառակորդները, որոնք այդ ամեն ինչի մասին նույնիսկ ինչ-որ հոռետեսություն են հայտնում, բոլորը ռուսական ագենտներ են։ Այդ միանշանակ այդպես է, բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, ինքը Փաշինյանը անձամբ հակառուսական հայտարարություններ չի արում, եթե նկատել եք, երբեք չի արել։ Ակնարկներ է անում, բայց ակնարկներ, բայց Ռուսաստան անունը չի տալիս, Պուտին անունը չի տալիս եւ այլն եւ այլն, դրա փոխարեն մնացած մի երկու անգամ արել է իհարկե, բայց հետո քայլեր էլ է արել, մենակ հայտարարությունները չի, որոշակի քայլեր է արել Փաշինյանը, որոնք շատ հստակ օրինակ կա կարծիք, որ ինքը այնուամենայնիվ ինչքան էլ այդ օրակարգը վաճառում է արևմուտքում, բայց ինքը հակառուսական ռեալ որևիցե քայլ Հայաստանում չի արել մինչև։ Բազմաթիվ քայլեր է արել։ Զորօրինակ 9-րդ պարագրաֆի չկատարումը եւ ասենք այդ նույն բանը, այդ նույն ՕԴԿԲ-ի մասին է խոսքը։ Չէ, ՕԴԿԲ-ին չէ, զինադատարի 9-րդ պարագրաֆը։ Հա, նոյեմբերի 9-րդ պարագրաֆը, որով փաստորեն այդ ճանապարհը պիտի վերահսկի ռուսական FSB-ի զորքերը, բայց դա մեր բանն էր, սուվերենության խախտում էր եւ այլն, դա անընդունելի էր։ Դա մենք չկատարեցինք, ռուսներին էլ դրեցինք ինչ-որ վիճակի մեջ, մեր ու Ադրբեջանի հետ բանակցություններում ռուսները որպես միջնորդ ինչ-որ վիճակի մեջ հայտնվեցին, որ մենք չենք կատարում ինչ-որ պայմանավորվածություններ, բայց մենք պահանջում ենք, որ ադրբեջանցիները ինչ-որ պայմանավորվածություններ կատարեն ռուսների ճնշման տակ։ Ես ճիշտ եմ ասում, թե չէ։ Եթե խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի ապաշտապակմանը, այդ զուգահեռներ շատ են տանում երկու բաների միջև։ Գաղտնիք է, որ մենք բան արեցինք, ռուսները ունեին որոշակի նախապատվություններ Արցախի հարցի կարգավորման հայ-ադրբեջանական ուրեմն բանակցությունների ֆորմատի վերաբերյալ, որ նոր փուլային տարբերակ էր առաջարկում Ռուսաստանը, Լավրովը դրա մասին երկու անգամ խոսել է, որ Արցախի հարցի կարգավիճակը պետք է թողնել եւ այլ։ Մենք գնացինք եվրոպացիների բանով հորդորով, փաստորեն ճանաչեցինք Արցախի Ադրբեջանի անվերապահ սուվերենությունը Արցախի նկատմամբ ռուսներին դրեցինք բանի առաջ, փաստի առաջ կանգնացրինք։ Հետո բանը այդ սեպտեմբերին 22 թվականի, երբ որ ռուսները այդ տեսակի իներտ ու пассив դիրքորոշում ունեն, չնայած Ուկրաինայում իրենք զբաղված էին շատ վատ էր իրենց վիճակը այն ժամանակ Ուկրաինայում, ու երկրորդ ֆրոնտ բացելը այդտեղ հասկանալի պիտի լիներ մեր համար, թե ինչ պրոբլեմ է Ռուսաստանի համար, բայց մենք դա օգտագործեցինք ցույց տալու համար, թե ռուսները ինչ անպետք դաշնակիցներ են, մերժեցինք ինչ որ ռուսների ավելի մեղմ բաները, ինչ որ բաներ առաջարկեցին, ինչ որ բաներ խոստացան եւ այլն, ասենք չէ, դա բավարար չի, դուք պիտի դատապարտող հայտարարություն անեք եւ գործի դնեք այդ բանի հապկի համապատասխան բանը ու Ադրբեջանի ուլտիմատում ներկայացնեք, որը բան էր, Ռուսաստանի շատ վատ վիճակի մեջ դրեց այդ ժամանակ։ Դրանից հետո մենք հապկում սառեցրինք մեր անդամությունը, դեռ դուրս չենք եկել, բայց մեր անդամությունը սառեցված է։ Դրանք քայլեր են, որ այս իշխանություններն են բանել։ Էլ չեմ ասում Նիկոլ Փաշինյանը, եթե նույնիսկ անձամբ այդ հայտարարությունները չի արել, ինչը ռուսները կույր են, չեն տեսնում, որ այդ Նիկոլ Փաշինյանին աջակցող ամբողջ այդ բանակը, այդ ՀԿ-ների, բլոգերների, այդ ինչ ասեմ, քաղաքական որոշ կազմակերպությունների քաղաքասարակությունը, այդ պրոնիկոլական, որ զբաղված է Հայաստանում ինչ-որ հակառուսական մի ահռելի ռոպագանդայով, ռուսները դա չեն կարող չտեսնել եւ դրան համապատասխան գնահատական չեն կարող չտալ։ Միգուցե իշխանությունը համոզված է, որ Ռուսաստանը Կովկասում ստրատեգիական պարտություն է կրել եւ իր տեղը զիջել է դոմինանտության Թուրքիային։ Մենք վրացիներից ավելի խելոք ենք այդ հարցում։ Երևի մտածում եմ։ Երևի, հա, չգիտեմ։ Պարոն Գրիգորյան, գալով արտաքին քաղաքական զարգացումներին, ուզում եմ դրանք դիտարկել Հայաստանի ներքաղաքական ընթացքի ֆոնին, հա։ Գիտեք հայտնի հայտարարությունը Կայա Կալասի առայն, որ հայերը մեզ դիմել են, որպեսզի մենք օգնենք իրենց, ինչպես Մոլդովայի պարագայում տեղ ունեցավ, այն ինչ որ տեղ ունեցավ Մոլդովայի պարագայում, արդեն երևի հայ մեր հերթով անգիր գիտի այնտեղ ինչ է տեղ ունեցել։ Մոլդովայում էլ է տեղի ունեցել, Ռումինիայում տեղի ունեցել, Վրաստանում ուզում էին որ տեղի ունենար, չեղավ, հետո մեղադրեցին եւ այլն։ Հիմա փաստացիորեն ինչպիսի մի խճանկար մենք ունենք, հա։ Կա Նիկոլ Փաշինյան, իրեն աջակցող որոշակի պասիոնար հատված,
հանրության որոշակի պաշտոնար հատված, ուրեմն այդ ընթացքում ուրեմն ունի մասնավորապես եվրո չինովնիկության աջակցությունը, եթե Եվրամիությունը ամբողջական չասենք, բայց եվրո բրյուսելյան չինովնիկության աջակցությունը ինքը ամբողջությամբ ունի։ Ու իմ մոտ կա մտավախություն, որ այս եվրո չինովնիկության աջակցությունը Փաշինյանին նոր ռեպրեսիաների անպատիժ իրականացման հնարավորություն է տալու, որովհետև մենք գիտենք, երբ որ Եվրամիությունը կամ Արևմուտքը դեմ է լինում ռեպրեսիաների իրականացնելուն, քաղաքական հարցերում ազատություններին եւ այլն, ինչպիսի արձագանքներ է տալիս։ Օրինակ 2008 թվականին, այս օրինակը մի երկու անգամ վերել եմ, երբ որ Հայաստանում ուսվեցին քաղբանտարկյալներ, կալանավորներ հետ մարտի 1-յան շրջանում ես կողմ, ասենք օրինակ Համերբերգ կանոնով պապի կար, որ գալիս էր գնում էր անընդհատ։ 18 թվականից առաջ Սվիտալսկի կար ստեղ դեսպաներ, քիչ էր մնում ինքը ընդդիմադիր կուսակցություն բացել, անձամբ քաղաքականությամբ զբաղվել։ Այս պարագայում Եվրամիությունը աչք է փակելու տոտալ ամեն ինչի վրա, բառի բուն իմաստով ամեն ինչի վրա։ Ստեղ բան չի դառնում, այսինքն մի դարպասի վրա ֆուտբոլ չի դառնում, այս առաջիկա ընտրությունները այդ պարագայում։ Գուցե հիմա մի քիչ բան անենք, փակագծերը բացենք, թե սա ինչ է նշանակում։ Նախ մի փոքրիկ այստեղ բան արձագանքեմ 2008 թվականին եվրոպացիների արևմուտքի վերաբերմունքի մասին ձեր ասացին, իհարկե այս աստիճանի համր չէին եվրոպացիները այն ժամանակ, բայց այն ժամանակ էլ եվրոպացիների արձագանքը շատ անադեկվատ էր եւ նույն տրամաբանության շրջանակներում, քանի որ այն ժամանակվա Հայաստանի ընդդիմությունը հրաժարվել էր աշխարհակաղակական ինչ-որ օրակարգ որդեգրել, այդ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքն էլ շատ բան էր։ Դե լավ, բայց այսպես ինչ էր, բան։ Շատ գոլ էր, այսպես ասեմ։ Դե ես հիշում եմ քաղբանտարկյանի ազատության համար հատուկ այդ բանը Ես ինքս շատ ինտենսիվ ձևով աշխատել եմ այն ժամանակ, այդ նույն Եվրոպայի խորհրդի հետ, նույն Համարբերգի հետ, Պրեսկոտի եւ մյուսների հետ։ Այն ժամանակ ես փաստորեն օպոզիցիայի անպաշտոն դեսպանն էի Ստրասբուրգում մի տեսակ ու շատ ինտենսիվ աշխատել եմ ու շատ հաճախ մեր հիասթափությունն էր, որ նրանց ինչ որ էլեմենտար բաներ էինք բացատրում քաղբանտարկյալ տերմինը հստակ սահմանված չի եւ այլն, զորով, շարով, համոզելով եւ այլն այդ մարդկանց, որ դուք ձեր պարտավորությունները չեք կատարում, որպես մարդու իրավունքների պաշտպան հաստատություն, Հայաստանի նկատմամբ ստանձնած ձեր պարտավորությունները չեք կատարում եւ այլն։ Շատ հաճախ ինչ որ կոնֆլիկտային վիճակների մեջ եմ ես հայտնվել իրենց հետ, ու ես ինքս այդ փորձառությունից հետո Եվրոպայի այդ կարգի Եվրոպայի արևմուտքի այդ կարգի շատ իներտ արձագանքից հետո ես ինքս մի հոդված գրեցի, հատկապես Ուկրաինայի դեպքերից հետո, որ 20 թվականին լույս տեսավ ընտրովի վիլսոնականության թեմայով, վիլսոնականություն թեմայով վերնագրով, որը համեմատում էր, ասենք 13 թվականին Ուկրաինայի դեպքերի ժամանակ նրանց ցուցաբերած վարքագծին, 8 թվականի Հայաստանի դեպքերի ժամանակ ցուցաբերած նրանց վարքագծի հետ, նրանք համեմատելու եզր չունեին, միակ բացատրությունը Հայաստանն էլ նույն բանը չունի։ Իհարկե նույն բանը չեն, բայց եթե խոսքը գնում էր մարդու իրավունքների մասին, ժողովրդավարության մասին եւ ոչ թե աշխարհակաղակական կշռի, չգիտեմ ինչի մասին, ստանդարտները Եվրոպայի կանյոկն է միշտ, ես կարծում եմ։ Հենց դա եմ ասում, այսինքն նույնիսկ այն դեպքում այդ երկակի ստանդարտները կային, այս դեպքում իհարկե շատ ավելի ճչացող են դրանք։ Մի բան էլ ասեմ այս կոնտեքստում չմոռացած, նոր որ խոսում էինք թե ռուսները ինչ պետք է Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ չի անում, ինչ որ այտենց կտրուկ քայլեր չի անում եւ այլն, միշտ կարող են ռուսներին ասել, որ այս չենք անում, այն չենք անում, մեզ իզուր եք մեղադրում, հենց այդ հանգամանքը, որ նրանք դիմել են, եվրոպացիներն էլ բացահայտ հայտարարում են, որ Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար մենք Հայաստանին ինչ որ աջակցություն ենք ցուցադրում, իսկ հիմա ես սա թարգմանեմ հայերեն։ Մենք Հայաստանում ունենք մի իշխանություն, որը մեր կողմից է եւ որը պատրաստ է Ռուսաստանի դեմ ինչ-որ կոնֆլիկտային վարքագծի։ Հետևաբար մենք նրանց աջակցում ենք, որովհետեւ դա է միակ պատճառը եվրոպացիների աջակցության։ Եվ մենք պատրաստ ենք աչք փակելու ամեն ինչի վրա եւ մենք պատրաստ ենք նաեւ աչք փակելու այն փաստի վրա, այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ ընդդիմություն, որևէ քննադատություն, որևէ ինչ ասեմ, որևէ այլակարգություն
սահմանվելու է որպես հիբրիդային պատերազմ, որպես ռուսական միջամտություն, ոչ թե ընդամենը իր հետ տարաձայնություն, ոչ թե ընդամենը, չգիտեմ, դեմոկրատական ազատությունների վրա հիմնված քաղաքական պայքար, մենք դա հանդուրժելու ենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը լծվել է այդ կարգին, լծվել է եվրոպական այսօրվա էլիտաների, Միացյալ Նահանգների նաև որոշ հատվածի, Միացյալ Նահանգներում ավելի բարդ է հիմա այդ Տրամպի իշխանության գալուց հետո այդ վիճակը, բայց այնտեղ էլ կան դեռ այդ ուժերը, որոնք սահմանում են այս իրենց շահերը այս ռեգիոնում, մեր նման երկրների նկատմամբ շատ հստակ ձևով։ Դու ռուսների դեմ ես թե մեր հետ ես, հա։ Ռուսների դեմ մեր պայքարին աջակցելու ես, թե ոչ։ Դա է խնդիրը, այդ աստիճանի պարզ ու գռեհիկ է ամեն ինչ։ Իսկ այդ մնացած բաները, ընտրությունները, չգիտեմ ոնց էին, Վրաստանում մեղադրում էին, թե ընտրություններն են կեղծել, կես փաստ չբերեցին, իրենք էլ էին ասում, որ փաստ չունեն։ Մոլդովայում ինչ արեցին, գիտեք, Ռումինիայում ընտրությունները ընդհանրապես չեղարկեցին։ Հա, քնած արեցին։ Հա, ընտրություններից հետո բան արեցին, չեղարկեցին արդյունքները եւ այլն։ Ընդդեղի անվտանգության ծառայությունը տեղի կանքա գրել է, որի ունիտետություն, որ հաղթող տեխնացու ռուսներից փող է ստացել, բայց փաս չկա։ Եվրոպացիները փաստորեն դիմակները հանել են հիմա, այլևս որևէ բան էլ չկա, փորձ չկա նույնիսկ դա ներկայացնելու որպես իսկապես դեմոկրատիա, այսինքն այդ ռոտերաբանությունը իներցիայով դեռ օգտագործում են։ Եվրոպայից դուրս, ասենք մեր նման երկրներում էլ շատ մարդիկ այդ իներցիան դեռ այդ իներցիան գոյություն ունի, արևմուտքը, Եվրոպան այդ սկզբունքների, այդ իդեալների հետ նույնականացնելու, հա, բայց ամեն ինչ դարձել է չափազանց գռեհիկ, սա աշխարհաքաղաքական ինչ-որ պրոյեկտ է, աշխարհաքաղաքական ինչ-որ պայքարի մաս է, ընդ որում դատապարտված, ես սա էլ շատ կարևոր է, ասենք մի բան կլիներ, եթե մերոնք լծվեին ինչ-որ կարգի, որը հաղթելու շանսեր ուներ, որը բանն էր, the wave of the future են ասում, ապագայի ճանապարհներ։ Ես դրանում էլ վստահ չեմ։ Ես կարծում եմ, մերոնք բանը շատ սխալ կարգի են լծվել, շատ սխալ ձիու վրա են գրավ դրել այս պարագայում, սկզբունքները բանն էլ եթե մի կողմ դնենք, հա, մենք գործ ունենք դրա հետ ընդհանրապես։ Պարոն Գրիգորյան, պրոյեկտելով այդ ամեն ինչը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, տեսեք, մենք փոքր երկիր ենք այլանալի, ու փոքր երկրները միշտ ազդվում են արտաքին քաղաքական այսպես ազդեցություններից, միջամտություններից։ Փաստացի մենք ունենք իշխանություն, որ ունի արևմուտքի աջակցություն, այս բանին հավաքական ասենք արևմուտքի, ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի երկու ազդեցիկ եւ թշնամական հարևանների աջակցությունը, որը չի թաքցվում, ունի ռուսական եւ իրանական, չասեմ անտարբերություն, բայց երևի թե անկարողություն մոտավորապես, հա, հայաստանյան ներքին process-ներին ազդելու։ Պլյուս ընդդիմության մեկը մյուսից տարանջատված, այսպես բսկտված, իրար հետ շատ դեպքերում ատելությամբ լծված ինչ որ մի միջավայր։ Չեմ ուզում ես ամեն ինչի մեջ հուսահատություն մտցնել, ասել, որ սա ավարտված խաղ է, բայց արդյոք կա շանս։ Շանս միշտ կա։ Տեսական պատասխաններ։ 2007 թվականին օրինակ շատ քիչ մարդ էր կանխատեսում, որ կարող է տեսակ շարժում ձևավորվել։ Բայց կար չօգտագործված ջոկեր, Լևոն Տեր-Պետրոսյան ներողությունս օգտագործվածի համար։ Հիմա անիմությունը չունի այդ ջոկերը։ Գուցե, խնդիրներ շատ կան։ Իսկապես ասենք հիմա ինչ-որ պատրանքներ սերմանել կամ ինչ-որ շատ վարդագույն պատկեր նկարելը շատ դժվար է։ Ես ինքս տեսնում եմ, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, ինչ խնդիրներ կան, որոնք բավականին երկար ժամանակ գոյություն ունեն իրականում եւ բավականին երկար ժամանակ առաջ լուծված պիտի լինեին, բայց համառորեն չեն լուծվում։ Եվ այդ նույն մտահոգությունները ես ունեմ, ճիշտ եք ասում, որ նաև այդ խնդիրը կա Իրանի ու Ռուսաստանի հարաբերականորեն իներտ պահվածքը շատերի համար, ասենք այդ խնդիրը կա, որ լավ, եթե նույնիսկ քննադատության արժանի է այս քաղաքականությունը, եթե նույնիսկ մեծ ռիսկեր է պարունակում այս քաղաքականությունը, ի վերջո, եթե նույնիսկ Հայաստանը այլ քաղաքականություն որդեգրեր, Ռուսաստանը մի տեսակ կարծես ավելի մեծ խնդիրներ ունի, շատ հետաքրքրված չի Կովկասով, Իրանը սարսափած նստած սպասում է, թե երբ են Իսրայելն ու Միացյալ Նահանգները նորից հարձակվելու եւ առիթ չեն ուզում տալ նոր էսկալացիայի, ներքին խնդիրներ ունեն բազմաթիվ, այդ ամեն ինչը կա, բայց
Ես կարծում եմ, որ պետք չի այդ հուսահատության գիրկը ընկնել նաև Իսկ միգուցե մեր ժողովուրդը փաստի առաջ բոլոր աշխարհակական կենտրոններին կանգնեցնի ու ուրիշ ընտրություն կատարի։ Նկատի ունեմ չընտրի գործող իշխանությունները։ Չընտրի գործող իշխանությունները, բայց ժողովրդին չմեղադրենք, որ ժողովրդին պետք է այդ ընտրության շանսը տալ։ Ժողովուրդը զբաղված է իր առօրյա գործերով, ժողովուրդը հազորը մի դարդուցավ ունի, քաղաքական վերնախավերը, մտավորական վերնախավերը, քաղաքական ուժերը հենց դրա համար են, որ այդ բաները այդ հնարավորությունները ժողովրդին տան, առայժմ մեր ընդդիմությունը այդ հնարավորությունը ժողովրդին չի տվել։ Մեր ընդդիմությունը պարզ հստակ բացատրություններ չի տվել, թե ինչով են իրենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից եւ ինչու այդ տարբերությունը ավելի նախընտրելի է, որ բարդ բաներ են ասում շատ հաճախ, այդ բարդ ֆորմուլաները, մեծ ծրագրերը նախընտրական եւ այլն, դրանցով ընտրություններ չեն հաղթում։ Հա, պարզ հստակ ալտերնատիվ է պետք առաջարկել եւ պետք է ցույց տալ մեր ժողովրդին, որ այդ ալտերնատիվը 1 նախընտրելի է Նիկոլ Փաշինյանի առաջարկածից, 2 որ այդտեղ վտանգները, այն վտանգները, որոնց մասին խոսում են, գոյություն չունեն, հա եւ վերջապես էլ եմ ասում, այդ ընդդիմադիր ուժերը պիտի հասկանան, որ այսօր ավելի մեծ խնդիր ունեն լուծելու, մասնավորապես երկիրես այս ընթացքից հետ պահելն է, քան ինչ որ պարլամենտում տեղ զբաղացնել է։ Եթե ընդդիմադիր ուժերի հիմնական գործող ուժերի մոտ այդ գիտակցությունը առաջանա, գուցե նրանք սկսեն ուրիշ տրամաբանությամբ մոտենալ խնդրին։ Պարոն Քրոմ, վերջում, քանի որ այնուամենայնիվ միջազգային հարաբերություններից խոսելը կամ աշխարհում այսօր տեղ ունեցող իրավիճակի գայթակղությունս հաղթում է ինձ, այսպես ասեմ, ուզում եմ անպայման խոսել Վենեսուելայում ընթացող իրադարձություններից, Մադուրոյի այդ հայտնի ձերբակալության դեպքից, իմ առանձնասենյակում էլ որոշակի զուգահեռներ բերեցի, ու իմ մոտ տպավորությունն է, որ, չգիտեմ, հին հռոմեական ժամանակներից, երբ որ ասենք Հռոմով անցկացնում էին պարտված պետության կամ ցեղի, հա, առաջնորդին տրիումֆի տակ ցույց տալու համար հռոմեական զենքի ուժը եւ այլն, որոշակի ռետուշներով մինչեւ 21-րդ դարի 20-ական թվականներ մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն ֆիքսենք, որ ուժն է ծնում իրավունքը պայմանական ասած, հիմա ավելի գռեհիկ դրսևորում է գնալով ստանալու։ Իրականում միշտ է ուժը ծնել իրավունք, բայց այդ որ ասում եք մի քիչ ռետուշավորված, բավականին երկար ժամանակ ռետուշավորված է եղել մի քիչ։ Հիմա այդ ռետուշավորումն է դադարել, դա է հետաքրքիր։ Ասենք հատկապես քիչ առաջ եվրոպացիների մասին խոսելիս էլ ասացի, որ բանը դիմակները մի տեսակ խանել են։ Տրամպի պարագան ընդհանրապես աբսուրդ է։ Անհավատալի է ուղղակի։ Այդ մարդը սպառնում է գրավել Գրենլանդիան Դանիայից, իրենց ՆԱՏՕ-ի դաշնակցից, սպառնում է Մեքսիկան գրավել, մեքսիկական ծոցի անունը փոխեց, ամերիկյան ծոց։ Վենեսուելայի նկատմամբ այս գործողությունը ընդհանրապես սահմանադրություն, բան մի կողմ են դրել, պատերազմ հայտարարելու իրավունքը պրերոգատիվը բանն է, կոնգրեսինն է, բանը նախագահի երկրի նման բան անելու իրավունք չունի, բայց չեն էլ սահմանում դա որպես պատերազմ, շրջանցում են ամեն կերպ, պաշտպանության նախարարության անունը փոխեցին պատերազմի նախարարություն, մի տեսակ իսկապես ինչ որ ես սկսում եմ մտածել, որ հեսա շուտով գլադիատորական մարտեր են լինելու բանում, Վաշինգտոնի ստադիոնում, ինչ վերաբերում է այդ գործողությանը, հա, էլի ինչ որ ամոթխած փորձեր արեցին բանանելու, որ դե Մադուրոն լավ տղա չէր, դիկտատոր էր, նարկոբարոն էր, էսերեն էր։ Ուրեմն Ամերիկա մտնող նարկոտիկների ընդամենը 3%-ն է Վենեսուելայից գալիս, մեծ մասը Մեքսիկայից, Չինաստանից նաև, այդ ֆենտանիլը հիմնական մեղադրանքը, որ ֆենտանիլը Չինաստանից է գալի, կարծեմ են 19-րդ դարի վրեժն են լուծում չինացիք, օպիումի պատերազմները, այո, հա։ Կոլումբիայից է գալիս շատ, Մեքսիկայից, Չինաստանից, Վենեսուելայից գալիս է մի չնչին տոկոսը։ Երկրորդ
Վերջերս Տրամպը բան արեց, ներում շնորհեց հոնդուրասցի մի քաղաքական գործի, որը նարկոբարոն էր, որին բռնել էին ժամանակին, որի վերաբերյալ իսկապես այդ տվյալները կասկածներ չեն հարուցում, նարկոտրաֆիկինգի մեծ մագնատ էր այդ մարդը, Ամերիկայում բանտում նստած էր, Տրամպը չգիտեմ ինչ պատճառով, իսկապես մանրամասներ ինչ եմ տիրապետում, բայց այդ սկանդալ էր, երբ էր, մի քանի ամիս առաջ էր, ներում շնորհեց այդ մարդուն։ Տրամպը բացահայտ հայտարարում է, որ այդ Վենեսուելան տիրապետում է նավթի պաշարների համաշխարհային 18%-ին, որը առաջինն է աշխարհում, հա։ Մեզ պետք է։ Եվ մեզ պետք է։ Տրամպը վերջերս հայտարարեց նաև, որ իրենք վերադառնում են Մոնրոյի դոկտրինի նախնական այդ համակարգին, այս վերջի ազգային անվտանգության կոնցեպտը, որ հրատարակեցին, որ շատ հետաքրքիր փաստաթուղթ է իմիջայլոց, որովհետև Մոնրոյի դոկտրինը 20-րդ դարի սկզբին խմբագրվել էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչև այդ բաներ, մենք գործ չունենք օվկիանոսից այն կողմ որևէ բանի հետ, օվկիանոսից այն կողմ որևէ երկիր գործ չունի ամերիկյան աշխարհամասի հետ, խմբագրեցին դա, որ դուք դեռ գործ չունեք ամերիկյան աշխարհամասի հետ, բայց մենք գործ ունենք եւ Եվրոպայի հետ եւ Ասիայի հետ։ Հիմա Տրամպը ինչ որ բան անում, ակնարկներ անում, որ այսինքն ակնարկներ էլ չի, դա վաղուց խմորվող բան է Միացյալ Նահանգներում, իհարկե մեծ դիմադրություն կա շատ, հայտնի էլ չի ինչով կվերջանա այդ պայքարը ներքին, բայց ինչ որ հատված կա ամերիկյան անվտանգության էստաբլիշմենտի, որը կարծում է, որ այլևս այդ հետ սառը պատերազմյան ստատուս քվոն պահել հնարավոր չի, նոր մոտեցումներ են պետք, աշխարհը դարձել է ուրեմն բազմաբևեռ եւ իրենք այն պատասխանատվությունները, այն հանձնառությունները, որ ունեին այդ համակարգի մեջ, այլևս չեն կարող ունենալ, ի վերջո Ամերիկան 40 տրիլիոն դոլարի պարտք ունի համարյա, Ամերիկան բազմաթիվ ներքին խնդիրներ ունի եւ իրականում եւ նաեւ այն պատճառով, մասամբ այն պատճառով Միացյալ Նահանգները այդքան ուշադրությունը կենտրոնացրել են Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, նույնիսկ Աֆրիկայի վրա եւ այլն, վերջին տասնամյակներում այդ հետաքրքիր զարգացումները, որ տեղի ունեցան Հարավային Ամերիկայում, ասենք հակաամերիկյան իշխանություններ կամ ձախակողմյան ռեժիմների ստեղծումը, նույն Նիկարագուայում, Բրազիլիայում եւ այլն, Վենեսուելա, Բոլիվիան եւ այլն։ Հա, նրանք համարում են դա բացարձակապես անընդունելի եւ համարում են, որ այդտեղ ինչ որ քայլեր պիտի ձեռնարկվեն, որ այդ Մոնրոյի դոկտրինը, որ չինական ձեռք են տեսնում, շատ կարևոր է, դա ես հաջորդը պիտի ասեի, որ այդ Մոնրոյի դոկտրինի այդ հատվածն էլ իրենց անհանգստացնում, որ չինացիք սկսել են ինչ որ ներկայություն հաստատել, ինչ որ համակրանք են վայելում այնտեղ, ու այդ ամեն ինչի դեմ պայքարը առաջնահերթություն է Միացյալ Նահանգների էստաբլիշմենտի հատկապես որոշակի հատվածի համար, որի տեսակետները կիսում է Տրամպը։ Ու Վենեսուելան այդ կոնտեքստում պետք է դիտարկել, Վենեսուելայի վրա, որը շատ կարևոր երկիր է, այդ վերահսկողություն սահմանելու փորձը, խոսում են արդեն, որ շուտով Կուբան ու Մեքսիկան են թիրախում, եւ ընդհանրապես բոլոր այդ ձախակողմյան շարժումները, բոլոր այդ փորձերը ամերիկյան հեգեմոնիային մարտահրավեր նետելու ամերիկյան աշխարհամասում իրենց համար դառնում են առաջնահերթություն։ Դրա հետ միաժամանակ, ասենք իրենք հորդորում են, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցները Եվրոպայում ավելի մեծ պատասխանատվություն պիտի ստանձնեն սեփական անվտանգության համար, տեսել եք գերմանացիները արդեն խոսում են սեփական զինված ուժերը կամ այդ համակարգերը վերականգնելու մասին, այդ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող ստատուս քվոն Գերմանիայի պարագայում ինչ որ փոխելու խոսակցություններ կան ակտիվ։ Եվրոպան զինվում է, այսպես։ Եվրոպան սկսում է զինվել, այո, Եվրոպան սկսում է սեփական անվտանգության ինչ որ համակարգ ստեղծելու գործընթաց, որը ինչ որ առումով պիտի անկախ լինի Միացյալ Նահանգներից կամ գոնե առնվազն ինչ որ պատասխանատվություններ պիտի ստանձնի։ Այդ ամեն ինչը հակառուսական տրամադրության մեջ է։ Այդ ամեն ինչը դե Եվրոպայի պարագայում հակառուսական տրամադրությունների ինչ որ բան ունի, այդ կոնտեքստ ունի, իհարկե այդտեղ միայն այն չի, որ դե բնականաբար Ռուսաստանը մեծ, հզոր, հիմա էլ արդեն էս պատերազմի պարագայում ավելի արմատականացած, կատաղած, բանակը ավելի մարտունակ դարձրած երկիր է, եթե նույնիսկ ոչ հակառուսական ուժեր լինեին Եվրոպայում, բնականաբար դրանից պիտի անհանգստանային, ես որպես ռեալիստ համարում եմ, որ դրանից չանհանգստանալ հնարավոր չէր անկախ քո քաղաքական դիրքորոշումներից, բայց այսօր նաև այդ խնդիրը կա, որ
մեծ եվրոպական երկրների իշխող վերնախավերը, ասենք իրենց քաղաքական վարկը գրավ են դրել այդ Ռուսաստանի դեմ պայքարի այդ խնդրի մեջ, Ուկրաինայի պատերազմի արդյունքի վրա են գրավ դրել իրենց քաղաքական կենսագրությունը, իրենց քաղաքական ապագան ու այդ վերնախավերի համար հատկապես դժվար է ինչ որ այլ քաղաքական մոդել ընդունելը ու երեք ինչ որ բան ստորագրեցին նույնիսկ երեք էր թե երբ էր ինչ որ բան ստորագրեցին Անգլիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան կարծեմ որ պատերազմից հետո ինչ որ բաներ պիտի տեղակայեն ուժեր պիտի տեղակայեն Ուկրաինայում անգլիացիներն ու ֆրանսիացիները նույնիսկ լավ չեմ հասկանում ինչն է դրա իմաստը պատերազմից հետո մի հատ պատերազմ հələ վերջացրել անգլիացիները ֆրանսիական ընդամենը ուզում են ասել որ մենք փայ ենք այս ամեն ինչ հա կամ գուցե դա պիտի հետո ներկայացնեն ռուսներին որպես զիջում դրանից հետ քաշվելը չգիտեմ էլ իմաստը ինչն է դրա բայց որ այդ վերնախավերը պատրաստ չեն իրենց դիրքորոշումները խմբագրելու ու հիմա էլ հավելյալ ու արդեն երևի արդարացված մտավախությունը կա որ Ռուսաստանը ինչ որ բան է դարձել classes ինչ որ առելի monster-ա դարձել այս պատերազմի հետևանքով եւ ամեն պարագայում դրանից զգուշանալ դրա դեմ ինչ որ բաներ կալամուրի մեջ ինչ որ պատմում եք ես հիշում եմ ոնց որ երեք Նիկոլ Փաշինյանը մի քանի հազար հոգի հետևը գցած գնացել Սուրբ Ամայի մոտ ու ասում էր եկել եմ մակրագործելու եկեղեցին դե իրան էլ հասկանալ կարելի է Հիսուսին մենակ թողնել չէր ուզում Շնորհակալ եմ շատ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր Արման Գրիգորյանը քաղաքագետ իսկ մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ